Հաշվի առնելով, որ դեռ մի 10 օր իրար հետ ենք, մի քանի 2-3 հարց տամ ընդամենը։ Դուք եւ կառավարությունը վերջի 2 տարին անդադ ասում է, որ մեր տնտեսական պոտենցիալը 5-5 տնտեսական աճի պոտենցիալ 5-5.5-ի շրջանակներում է։ Եվ ասում եք, որ միջազգային գործընկերները դրա հետ համաձայն են։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, չեմ ասում ճիշտ է թե սխալ է, թե դուք եք ավելի ճիշտ, գալիք տարվա համար 4.9% տնտեսական աճ է կանխատես։ Այսինքն տնտեսական պոտենցիալից ցածր։ Կարող եմ ենթադրել, որ վերջի առաքելությունը, որը եկավ հանդիպումների արդյունքում, եկան են եզրակացության, որ չէ 5% մի քիչ շատ է, այլապես ստացվում է, որ ըստ իրանց կանխատեսումների տնտեսական պոտենցիալից ցածր է լինելու մեր աճը։ Մյուսը, խոսում եք միջին աշխատավարձի աճի մասին։ Ձեր մոտավոր գնահատականներով մեր բնակչության քանի տոկոսն է միջին աշխատավարձից ցածր ստանում։ Մյուս եւ երրորդ հարցը, լավ 4 հարց տամ։ Երրորդ հարցը արդյունաբերության աճի մասին է խոսքը։ Այս տարի ինքը բացական նպաստում է ունեցել, մյուս տարի շեշտակի աճ ունենք։ Արդյունաբերության կոնկրետ որ ճյուղն է աճելու եւ վերջինը շատ ավելի կարճ։ Ստեղը չքան հասկանում եմ դուք այս ներկայացումը կամ պրեզենտացիան սարքել եք մինչեւ պետական պարտքի մասին նոր օրենքի գոնե առաջին ընթերցման ընդունելը։ Վերանայման արդյունքում ինչ դինամիկա կունենանք, շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես մի լավ լուր ունեմ ձեզ համար։ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխել է կանխատեսումը մյուս տարվա համար եւ բարձրացրել է 5.5։ Եվ ընդ որում հետաքրքիր է նայա, որ այդ փոփոխությունը ավելի մեծ է, քան մեր, այսինքն մենք պլանավորում ենք 5.4, իրանք փոխել են 5.5, որովհետեւ իրանք հավատում են, որ մեր պոտենցիալը ավելացել է։ Երբ որ մենք խոսում ենք առանձին տարվա կանխատեսումների մասին, մենք սովորաբար միջնաժամկետ հատվածում ենք նայում, որովհետև երբ որ պոտենցիալի աճի մասին ենք խոսում, թե մենք որ ուղեգծով ենք առաջ շարժվում, երբ որ մենք ունենում ենք բարձր աճեր, բազան բարձրանում է շատ, դրա վրա հնարավոր չի անընդհատ մեծ աճեր ապահովել։ Եվ հետևաբար, երբ որ մենք միջինացնում ենք միջնաժամկետ հատվածում, ապա ստացվում է հենց այն 5.5%-ը, որի մասին մենք խոսում ենք։ Եթե ես փորձեմ հիմա գտնել արդյունաբերության այն ճյուղերը, որոնք Եթե խոսենք արդյունաբերության աճի մասին, ապա 26 թվականին թե մշակող արդյունաբերությունն է աճելու, թե հանքերն են աճելու եւ ամուրսարը ունի նաեւ իր ազդեցությունը այդ աճի մեջ։ Մասնավորապես, եթե ես հիմա ճիշտ եմ հիշում, ապա մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026 թվականին։ Եվ ինչ վերաբերվում է պարտքի վերանայմանը, ապա ես չեմ կարծում, որ մեր պարտքի մեջ էական փոփոխություններ են տեղի ունենալու պարտքի չափի մասին, որովհետև այնտեղ երաշխիքներն են դուրս գալու, որոնք առանց էտել մեծ չեն, եւ կենտրոնական բանկի պարտն են դուրս գալու, որի մասին ես հիմա չէի խոսում։ Այսինքն ըստ էության մեծ փոփոխություններ չի լինելու եւ ինչպես տարբեր մարդիկ փորձում են մեկնաբանել, մենք արհեստական փոփոխություններ չենք իրականացնում, որպեսզի պարտքի թիվը
նվազեցնենք ներքև։ Ինչ վերաբերվում է աշխատավարձերին, ապա իհարկե կան վերլուծություններ աշխատավարձերը ըստ դեցիլների եւ հավանաբար դուք էլ եք տեսել այդ բաշխվածքը եւ այո մեր աշխատողների մեծամասնությունը գտնվում է ցածր դեցիլներում, սակայն ուրախալ է նաև նա, որ վերջի դիտարկումները ցույց են տալիս, որ աշխատավարձերի աճերը հենց տեղի է ունենում այս ցածր դեցիլներում, այսինքն ոչ թե բարձր դեցիլներում։ Դրա մասին նախորդ կառավարության նիստում խոսեց ՊԵԿ ղեկավարը եւ կարող ենք առանձին ստատիստիկան անել, հիմա ձեռքից տակ ուղղակի չկա, որպեսզի ներկայացնենք նաև հանրությանը։